Խաղի ընթացքում հետևենք անկյունայինի խաղարկմանը։ Դաժան պայքարը երկու թիմերի ֆուտբոլիստների միջև դիրքի համար ինչպիսի պայքար են ատեսեք մղում եւ մրցավարը հրահանգում է չխախտել խաղի կանոնները։ Հիմա ավակն իրացնում է անկյունայինը, փոխանցում Տուգանային հրապարակ, Դաղբաշյանը հեռացեց մի փոքր ետ, հիմա Դաղբաշյանն է նորից պայքարում, փոխանցում Տուգանային հրապարակ, հարված, բայց հարվածը կարող է առաջացնել Ալաշկերտի պաշտպանների համար։ Արսեն Բեգլարյանը ուժեղ հարվածով գնդակն ուղարկում է Բատեի կիսադաշտ, պայքար է ընթանում։ Արտակ Դաշյանը չի խախտել խաղի կանոնները, հեռու տարածությունից հարված եւ դրում նպատակաուղղված փոխանցում Տուգանային հրապարակ եւ Դմիտրո Խովբոշյան չկարողացավ հասնել գնդակին, Ստավսևիչ փոխանցում Տուգանային հրապարակ։ Ֆիզիկապես շատ ամուր ֆուտբոլիստ է Դաշյանը եւ տիրեց գնդակին, հիմա Ուրոշ Նենադովիչ, դա փոխանցում է ձախ եզրից Գագիկ Դաղբաշյան։ Հերվից է հարվածում Դաղբաշյանը եւ փորձեց ինչ-որ բան անել։ Իգարյանն է արդեն ստանում գնդակը։ Ուրոշ Նենադովիչ մենակ է դուրս գալիս, պետք է գրավի բացում է ալտիպանաշիվ Ուրոշ Նենադովիչը։ Հարապետականը թնդում է, սա պատմական գոլ է բարեկամներ։ Հիանալի մեկնարկի Ալաշկերտի համար, հայկական թիմը կարողանում է հանդիպման 18-րդ րոպեին առաջ անցնել, հարվածի չի հասնում։ Շարունակում է Ալաշկերտի ֆուտբոլիստների վրա հարված։ Գնդակը հայտնվում է Ալաշկերտի դարպասում։ Միխայել Գորդեյչուկն էր հեռու տարածությունից հարված կատարում Ալաշկերտի դարպասին եւ փոքր կենտրոնացվածության դուլացումը տեսնում ենք, որ դառնում է պատճառ գոլ 1-1 հաշիվը Փոխանցում Տուգանային հրապարակ, երկրորդ հարկում պայքար, Հարմբուրգից տեղափոխվել բելարուսական թիմ եւ Նիկոլայ Սիգնևիչը, ով այս պահին կատարում է Աքուր Արցակոյի պարտականությունները, հիմա Բատեի ֆուտբոլիստներն հետվում են առաջ, հարված Բեգլարյան եւ հիմա ինչպիսի Ձախ կիսապաշտպան է խաղի կանոնների խախտում, միթե չկար այստեղ Ալեքսանդր Բոլոդկոյի կողմից Ուրոշ Նենադովիչն է հայտնվել խոտածածկին, Բատեի ֆուտբոլիստներն են գրոհում, վտանգավոր է հարված եւ գնդակը հայտնվում է Ալաշկերտի դարպասում։ Գոլի հեղինակ է դառնում Միխայել Գորդեյչուկը, դուբլ է ձևակերպում Բելարուսի հավաքականի հարձակվողը եւ աներանելի վիճակում է այս պահին արդեն Երևանի Ալաշկերտը։ Միթե ոգևորվածությունը խանգարեց։ Միթե գոլը խանգարեց Ալաշկերտի ֆուտբոլիստներին շարունակել կենտրոնացված ֆուտբոլ ցուցադրել։ Այսպիսի սխալություն կա Ալաշկերտի ֆուտբոլիստների գործողություններում։ Շարունակում է Ալաշկերտի գրո Դաշյան, հերվից հարված։ Հերթական անգամ ինչպես կլինի հարվածը։ Եդիգարյան հարված եւ գնդակը մեջ չի շտապում Բատեն, իհարկե շտապելու տեղ չունի այլևս, հաշվի մեջ արժևում է 2-1 հաշվով։ Հիմա շարժում են առաջ Բատեի ֆուտբոլիստները, կարող է վտանգավոր լինել հերվից հարված։ Հնարավորությունն է ստացել արդեն եվրոպական ասպարեզում Դաշյան հերվից հարված։ Հերթական անգամ անաճողը կենտրոնում հապաղում է, դա բավարար էր Բատեի ֆուտբոլիստերին խլել գնդակը Իգոր Ստասևիչն է աջ եզրում։ Փոխանցում է կենտրոն, Ռագունն է գնդակով հերվից հարված, բայց պետք է դեռ խփել այդ մեկ գոլ այնուհետև մտածել նոր հաղթականի մասին Միհրան Մանասյանը։ Ստացան հնարավորություն գրոհելու Միխայել Գորդեյչուկ, փոխանցում է կատարում Միրկո Իվանիչին հարված ու Դաշյանը շարժվում է առաջ, փոխանցում Վահագն Մինասյանին է գտնում աջ եզրում, շատ լավ փոխանցում էր Վահագն Մինասյան։ Տուգանային հրապարակում Նենադովիչն է միայն եւ Ձախ եզրում առավելություն ստացան Բատեի ֆուտբոլիստները, կարողացան ազատ տարածությունում գտնվող խաղընկերոջը փոխանցել գնդակը Միրկո Իվանիչը, այսպես տեսնելով Մաքսիմ Վոլոդկոյին գրոհի նետեց Բատեի ձախ եզրային պաշտպանին, ով իդեպ այսօր փոխարինում է հիմնական ֆուտբոլիստներից Մաքսիմ Ժավներչիկին։ Այս պահին արդեն խաղադաշտ են պատրաստվում մտնել Յուրի Կենդիշը, գրոհում է Ալաշկերտը Միհրան Մանասյան հարված դարպասին եւ ապագայում լավ դարպասապահ լինել։ Արտակ Եդիգարյանը փոխանցում կատարեց Տուգանային հրապարակը, Արտակ Դաշյան հերվից հարված։ Շեղեր հարվածը։ Ավելացրած րոպեներից առաջինն է ընթանում։ Կրկնապատկերն են ցույց տալիս։ Ցավով պետք է փաստենք, որ հայ ֆուտբոլասերները եվրոպական ֆուտբոլում իրենց ակումբը չեն ունենա եւ Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարերում հայկական թիմեր չեն լինի եւ մենք ստիպված ենք այս մրցաշրջանում եւս բավարարվել